2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ եւ ամենակայուն տարին է եղել մեր արտաքին անվտանգային միջավայրի, հենց մասնավորապես Հայաստանի Հանրապետության սահմանների համար, եւ սա մենք պայմանավորում ենք իհարկե առաջին հերթին մեր կողմից վարվող արտաքին քաղաքականությամբ, տարածաշրջանային, միջազգային ակտիվ ուրեմն քաղաքականությամբ, մեր կառավարության նպատակը Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը պահպանելն ու ամրապնդելն է, սա թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, թիվ 10 առաջնահերթությունն է, եւ մենք համոզված ենք, որ սրա ուղիղ եւ հիմնական եւ եթե ոչ միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության ապահովումն է, ոչ միայն կամ ոչ այնքան այն պատճառով, որ խաղաղությունը ընդհանրապես լավ գաղափար է, հակառակը զոհեր է ենթադրում, հակառակը, չգիտեմ, արյունահոսություն է ենթադրում եւ այլն, ոչ միայն եւ ոչ այնքան այն պատճառով, որ հակառակը, որ խաղաղությունը ընդհանրապես այն միջավայրն է, միակ միջավայրն է, որտեղ մարդը կարող է, չգիտեմ, արարել, ապրել ուղակի եւ երջանիկ լինել եւ զարգանալ, այլև պետք է խոստովանենք, սա էլ գաղտնիք չի, որ խաղաղությունը մեզ համար ունի շատ կիրառական, ուղղակի գոյաբանական նշանակություն։ Նպատակին հասնելու համար կառավարությունը որդեգրել է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն, որն արտահայտվում է նաեւ տարածաշրջանային քաղաքականության ոլորտում, խնդիր ունենալով նախ ախտորոշել Հայաստանի Հանրապետության շուրջ առկա բացասական ագրեսիվ դրսևորումները, ապա կառավարել այդ դրսևորումները եւ լավ մտածված եւ իրականացված քաղաքականության շնորհիվ նվազեցնել բոլոր հնարավոր մարտահրավերները, ռիսկերը եւ հեռանկարում իհարկե զրոյացնել դրանք։ Եվ այստեղ չափազանց կարևոր է նշել, որ ինչպես նախկինում այս պահին եւս եւ հենց այս համատեքստում, այս փուլում նշած համատեքստում մեզ համար շարունակում է առանցքային մնալ քաղաքականությունների լեգիտիմությունը միջազգային իրավունքի եւ կարգի տեսանկյունից։ Իհարկե առաջնային մեր ջանքերը ուղղված են մեր տարածաշրջանին, հասկանալիորեն հարաբերությունների կարգավորմանը այն հարևանների հետ, ում հետ մենք չունենք հարաբերություններ կամ ունենք թշնամանքի պատմություն, եւ հարաբերությունների էական զարգացում այն հարևանների հետ, ում հետ մենք հիմա էլ ունենք շատ ջերմ գործընկերային հարևանային հարաբերություններ։ Իհարկե առաջերտին պետք է Ադրբեջանի մասին խոսեմ, մի քանի տվյալներ ուղղակի ձեր գիտության համար։ 2024 թվականին տեղի ունեցել վարչապետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի երկու պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության պետական հանձնաժողովների 5 արտաքին գործերի նախարարների 5 հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններն ըստ էության ընթացել են երկկողմ ձևաչափով, բայց արդից ուզում եմ օգտվել եւ երախտագիտություն հայտնել բոլոր այն երկրներին, կողմերին, ովքեր պատրաստակամություն են շարունակաբար հայտնել հյուրընկալել մեր հանդիպումները, կազմակերպել այդ հանդիպումները։ 2024 թվականի առանցքային իրադարձությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն էր, ինչը երկու երկրների անկախության պատմության մեջ տեղի ունենում առաջին անգամ։ Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հայտնի հատվածում իրականացվեց պետական սահմանի շուրջ 12.7 կիլոմետր հատվածի սահմանազատում սահմանագծում։ Օգոստոսին ստորագրվեց երկու երկրների համապատասխան սահմանային հանձնաժողովների միջև աշխատանքների ուրեմն համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որը համապատասխան ներպետական ընթացակարգերով ավերացվեց, եւ ես համոզված եմ, որ սա երկու երկրների միջև սահմանի սահմանազատման գործընթացը ակնհայտորեն դնում է արդեն ինստիտուցիոնալ հիմքի վրա, աշխատանքները շարունակվել են եւ այս պահին էլ շարունակվում են ընթացիկ տարում 2025 թվականին։ Գիտեք, որ 25 թվականի հունվարի 16-ին կայացել է հանձնաժողովների 11-րդ հանդիպումը,
Համաձայնություն է ձեռք բերվել սկսել սահմանի սահմանազատման աշխատանքների փուլը հյուսիսային հատվածից Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջև ուրեմն սահմանակետից եւ շարժվել դեպի հարավ շարունակվել է աշխատանքը հատվածի մասին մի քիչ խոսեցինք Իհարկե, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ միջազգային գործընկերների մեր շարունակական քննարկումներում մշտապես ուշադրության են կենտրոնում են եղել նաև այն հարցերը, որոնք դուրս են մնացել օրինակ խաղաղության համաձայնագրի տեքստից կամ չեն տեղավորվում սահմանազատման գործընթացում, չեն տեղավորվում ապաշրջափակման վերաբերյալ խոսակցության մեջ եւ այստեղ առաջին հերթին իհարկե մեր ուշադրության կենտրոնում են եղել հումանիտար հարցերը, դրանց լուծման անհրաժեշտությունը ամբողջական կարգավորման համար մենք ինչպես նախկինում այժմ եւս համարում ենք, որ հումանիտար հարցերի լուծումը եւ իհարկե առաջին հերթին գերիների պատանդարված եւ այլ պահվող անձանց ազատ արձակումը շատ կարեւոր բաղադրիչ է համապարփակ կարգավորման համար Ապաշրջափակման ուղղությամբ ուղղակի ավելացնեմ, որ մենք դեռ սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, քիչ առաջ նշածս առաջարկի վերաբերյալ, կարծում ենք, որ այս առաջարկը, եթե այն իրագործվի, լիովին համապատասխանում է եւ երկու երկրների շահերին, եւ տարածաշրջանային երկրների շահերին եւ ավելի նույնիսկ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին սա մեր մոտեցումը արտացոլված է տեղյակի խաղաղության խաչմերուկ նախագծում ու ուրախությամբ պետք է ուղղակի փաստենք որ նախագիծը ավելի է հայտնի դառնում աշխարհում եւ կան բազմաթիվ երկրներ որոնք շարունակվում են եւ այդ շարքը շարունակվում է այս գործընթացը շարունակվում որոնք հետաքրքրություն են ցուցաբերում խաղաղության խաչմերուկում ողջունում են խաղաղության խաչմերուկը իրենց պլաններում կամ տեսլականներում կապում են խաղաղության խաչմերուկը իրենց վերաբերելի եւ իրենց համար կարեւոր տրանսպորտային հանգույցներին լոգիստիկ այդ ծրագրերին վերջին երկու օրինակ ուղղակի բերեմ որտեղ մի քանի օրվա պատմություն է Չինաստանում տեղ ունեցան խորհրդակցություններ Հայաստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների կողմից եղավ համապատասխան արձանագրություն հաղորդագրություն եւ այդտեղ եւս երկու կողմերը Հայաստանը եւ Չինաստանը կարեւորություն հաղորդեցին խաղաղության խաչմերուկին խաղաղության խաչմերուկը արտացոլված էր նաեւ երկու օր առաջ Հայաստանի եւ Նիդերլանդների թագավորության միջև ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթղթի մեջ ուզում եմ ասել, որ խաղաղության խաչմերուկ ծրագիրը շարունակում է ճանաչողություն եւ ողջույններ ձեռք բերել Իհարկե, երբ խոսում ենք տարածաշրջանից երկրորդ երկիրը, որին կուզենայի ուշադրություն դարձնելով խոսել ձեր հետ այդ մասին, Թուրքիան է Թուրքիայի հետ մեր կարգավորման գործընթացը եւս շարունակվում է առանցքային են կրկին օրինակ բացի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից առանցքային է սահմանների բացումը մեր միջև նոր կրկին տրանսպորտային ուրեմն ենթակառուցվածքների վերագործարկումը Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը ուղղակի կենսական նշանակություն ունի եւ կարող է ապահովել ընդհանուր միջև, այսինքն Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև ամբողջ տրանսպորտային շարժի մեջ առանցքային դեր ունենալ եւ նաեւ միջերկրական ծովի Ունենք որոշակի պայմանավորվածություններ, պայմանավորվել ենք օրինակ համատեղ վերականգնել Անիի կամուրջը պատմական Սա ուղղակի լրացնում է արդեն իսկ իրականացված որոշումները, որոնք սահմանում են ուղիղ օդային թռիչքներ, օդային բեռնափոխադրումների խոչընդոտների վերացում։ Գիտեք, պայմանավորվածություններ ունենք, որոնք մինչ այս պահը կյանքի չեն կոչվել, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար ազատ շարժը սահմանով, այս սահմանի բացումն անցանալ եւ Հայաստան եւ Թուրքիայի քաղաքացիների համար ովքեր դիվանագիտական անձնագիր ունեն Տեղյակ եք նաև, որ փետրվարի 28-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի մարգարե անցման կետում
որը արդեն կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է, սահմանային ծառայությունը իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի ուժով։ Սա իհարկե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանահատող այդ սահմանային անցակետերը, բոլոր անցակետերը արդեն մարտի 1-ից ընդ որում բոլոր նկատում եւ գործող անցակետերի եւ չգործող, ինչպիսին օրինակ Մարգարան է, բոլոր անցակետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանային զորքերը, սահմանային ծառայությունը, սա բոլորովին մեղմ ասած անկարևոր փաստ չի։ Իհարկե առիթից ուզում եմ օգտվել եւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը մեր գործընկերներին, մինչ այս պահը այդ ծառայությունը իրականացնելու համար ելի մի քանի թվեր ձեր ուշադրության համար Թուրքիայի կոնտեքստում վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանի միջև տեղի ունեցել մեկ պաշտոնական հանդիպում Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում ես իմ գործընկերոջ Հական Ֆիդանի հետ ունեցել եմ 2 հեռախոսազրույց եւ 2 հանդիպում Անտալիայի դիվանագիտական ֆորումին եւ 3 գումարած 3 ձևաչափի Ստամբուլում տեղի ունեցած նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի եւ Թուրքիայի տրանսպորտ եւ ենթակառուցվածքների նախարարի, Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի եւ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի մեկական հանդիպում Մարգար Ալիջան անցակետում տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը մեր մյուս հարևանի Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր շատ ակտիվ երկխոսությունը եւ սերտ համագործակցությունը շարունակվել է շատ հետաքրքիր փաստ 23 թվականի համեմատ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 737.5 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք գումար, սա 6.5%-ի աճ է, սա ամենևին սահմանը չէ, շեմը չէ, նպատակ է դրված եւ ղեկավարների կողմից համապատասխան գերատեսչությունների առջև խնդիր է դրված շարունակել էականորեն ավելացնել այս թիվը։ Ուզում եմ ընդգծել տրանսպորտի ուղղությունը, կարևոր էր Ագարակ Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը ամեն առիթի դեպքում մենք իհարկե ընդգծում ենք թե որքան կարևոր է եւ որքան ենք մենք գնահատում Իրանի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության վերաբերյալ, սա դիրքորոշում է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար հնչեցնում են։ Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ողբերգական ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի եւ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հրաժեշտի արարողությանը, վարչապետը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեժեշքյանի երթմնակալության արարողությանը, վարչապետը 2 հանդիպում են ունեցել Գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ, տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Փեզեշքյանի 2 հանդիպում եւ 1 հեռախոսազրույց։ Իրանում կայացել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է պաշտոնական այցով այցելել Իրան։ Ինքս 2 հանդիպում եմ ունեցել Իրանի նախարար Արաղչիի հետ։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթականիստի շրջանակներում վարչապետի հրավերով Հայաստանի այցելել Իրանի առաջին փոխնախագահ Արեֆի գլխավորած պատվիրակությունը, ընթացիկ տարվա արդեն փետրվարին ես հնարավորություն ունեցել Ժնևում հանդիպել նախարար Արաղչիին եւ առաջիկայում եւս սպասվում են շփումներ, մենք սպասում ենք նախարար Արաղչիին մոտ ապագայում նաեւ Երևանում։ Մեր 4-րդ հարևանը ում հետ նախորդ տարի հաստատեցինք ռազմավարական գործընկերություն Վրաստանն է, իհարկե նաև այն ժամանակ, երբ այդ հաստատությունը ստորագրվում էր, ընդունվում էր, մենք շեշտում էինք Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները ըստ էության մինչ այդ էլ
բնույթով, բովանդակությամբ, էությամբ ռազմավարական էին, բայց նաև մենք այժմ փաստաթուղթ ստորագրեցինք այդ մասին։ Հույս ունենք, որ այս փաստաթուղթը նորից կօգնի ավելացնելու մեր գործընկերության շրջանակը։ Վարչապետերը փոխադարձ պաշտոնական այցեր ունեցել, իմ այցն է տեղ ունեցել Թբիլիսի, որը էլի արդեն առաջիկայում ուրեմն հանդիպումներ են նախատեսվում, այդ արդեն իսկ փոխադարձվել է այս տարվա հունվարին։ Առևտրաշրջանառությունը 333.5 միլիոն ԱՄՆ դոլարից մի փոքր ավել է, աճել է 27%-ով 23 թվականի համար, սա եւս շատ շոշափելի ուրեմն ցուցանիշ է եւ կրկին շեմը չի, սահմանը չի տեղ կա ավելացնելու։ 24 թվականի ընթացքում պետք է նշեմ շարունակել ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր բարձրագույն եւ բարձր մակարդակներով երկխոսությունը, տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Պուտինի երկու հանդիպում, երկու հեռախոսազրույց, տարվել են աշխատանքներ առանձին, այդ թվում տարածաշրջանային հարցերի շուրջ միակողմանի մեկնաբանություններից խուսափելու համար, տարվա վերջում նախատեսված էր իմ այցը Ռուսաստանի Դաշնություն եւ հանդիպումը շփումները իմ գործընկերոջ հետ, Սերգեյ Լավրովի հետ, տեխնիկական որոշ պատճառներով այցը հետաձգվեց, բայց արդեն տեղի ունեցավ, գիտեք, այս տարվա սկզբին, հունվարի կեսերին։ Միացյալ Նահանգների այդ տարին շատ հետաքրքիր էր, զարգացումներ եղան։ Եթե կարճ, ապա Երևանում անցկացված Հայաստանի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը պետք է հիշեմ, որին հաջորդեց արդեն այս տարվա սկզբին ուրեմն Վաշինգտոնում Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը, որը իհարկե նշանավորեց հարաբերությունների մակարդակի բարձրացումը։ Խոսվեց այն մասին, որ այս գործընկերությունը հաստատվել է եւ համաձայնեցվել է ամերիկյան նախորդ վարչակարգի հետ եւ չի շարունակվելու նոր վարչակազմի հետ, իհարկե դա այդպես չի եւ նաեւ նոր վարչակազմի ներկայացուցիչները արդեն անցումային փուլում ընդգրկված են եղել աշխատանքներում եւ հիմա կարող եք նաեւ հուսամ փաստել, որ մեր ակտիվ աշխատանքները Միացյալ Նահանգների նոր վարչակազմի, նախագահ Թրամփի, նրա թիմի ներկայացուցիչների հետ շարունակվում են։ Հիշում եք վարչապետի հանդիպումը փոխնախագահ Վենսի հետ, կա աշխատանք ուրեմն թիմի այլ ներկայացուցիչների հետ, առաջիկայում եւս կլինեն որոշակի նորություններ, իդեպ նույն ռազմավարական ուրեմն համագործակցության փաստաթղթով նախատեսված ուրեմն որոշ բաների կյանքի կոչման ուղղությամբ Եվրոպական միության հետ մեր գործընկերության խորացման մասին շատ է խոսվել, նաև ձեր օրակարգում կան դրան վերաբերող հարցեր։ Մի քանի բան հիշեցնեմ կրկին, քանի որ ամփոփում ենք 2024 թվականը։ Հուլիսին Եվրոպական միության խորհուրդը ընդունեց Հայաստանին խաղաղության եվրոպական գործիքի ներքո աջակցություն տրամադրելու եւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ որոշումներ, հատկապես վիզաների ազատականացման մասին մենք բոլորս տարիներ շարունակ խոսել ենք, ահա ունենք պաշտոնական գործընթացի ուրեմն երկխոսության մեկնարկը, կրկին որպեսզի ակնկալիքները ճիշտ ձևավորենք, սա մեկնարկն է միայն այդ երկխոսության, մենք կանենք մեր լավագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի այդ երկխոսությունը արագ, դինամիկ, հնարավորինս ընթանա, բայց պետք է հասկանանք, որ գործ ունենք գործընթացի հետ եւ այնպես չի, որ հաջորդ ամիս կունենանք արդեն արդյունքներ, սովորաբար տարիներ են տևում այս process-ները։ Խաղաղության եվրոպական գործիքի վերաբերյալ էլ ասեմ, որ սա առաջի անգամ էր, աննախադեպ էր, այս պայն էլ Եվրոպական Միացյալ Նահանգների Եվրոպական միությունում համապատասխան ուրեմն օղակներում քննարկվում է այս տարի եւս մեզ այդ գործիքի ներքո աջակցություն տրամադրելու հարցը Եվրաջաստի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրվեց, սա նորից ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդնի եւ կընդլայնի մեր համապատասխան իրավապահ համակարգերի միջև գործակցությունը չափազանց կարևոր փաստ 2024 թվականին ուրեմն շարունակել է իր գործունեությունը
Հայաստանի Ադրբեջան միջպետական սահմանի երկայնքով ուրեմն Եվրոպական միության քաղաքացիական մշտադիտարկման առաքելությունը 25 թվականի հունվարի 30-ին արդեն տեղյակ եք այս տարի սկզբին ուրեմն Եվրոպական միության որոշմամբ առաքելության գործունեությունը երկարացվեց եւս 2 տարով Եվրոպական միությունը 24-27 թվականների համար ուրեմն ներկայացրեց դիմակայունություն եւ աճ ծրագիրը, այս ծրագիրը միտված է Հայաստանի տնտեսական, էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը, ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումային հոսքերի խթանմանը, հիշում եք, մենք Եվրոպական միության հետ ունենք մեր SEPA համաձայնագիրը, որը դեռևս ուրեմն իրականացնելու ահագին ճանապարհ ունի անցնելու, բայց այս ծրագիրը օրինակ դիմակայունություն եւ աճը գալիս է ինչ-որ առումով լրացնելու, ինչ-որ առումով ընդլայնելու, լայնացնելու SEPA համաձայնագիրը կա նաեւ երրորդ փաստաթուղթը, որը քննարկվում է մեծամասամբ համաձայնեցված եւ առաջիկայում հուսամ կավարտենք աշխատանքների եւ կհանրայնացնենք Հայաստան Եվրոպական միություն նոր գործընկերության օրակարգ կոչվող փաստաթուղթը այս 3 հիմնական փաստաթղթերի իհարկե SEPA-ն վավերացված բոլոր անդամ երկրների կողմից ավելի ինստիտուցիոնալ, բայց այս 3 փաստաթղթերով մենք կշարունակենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ Եվրոպական միության երկրներից ուզում եմ առանձնացնել անպայման ուրեմն Ֆրանսիայի հարաբերությունները մենք 24 թվականի ընթացքում շարունակել ենք շատ դինամիկ խորացնել եւ ընդլայնել կայացել է վարչապետ Փաշինյանի 3 այց Ֆրանսիա եւս 3 անգամ հանդիպում է տեղ ունեցել բազմակողմ հարթակներում Ֆրանսիայի արտգործնախարարների հետ ունեցել ենք 3 հանդիպում Տեղի ունեցել Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան եւ ՀՀ պաշտպանության նախարարի այցը Ֆրանսիա Մանրամասների մեջ չմտնելու համար ուղղակի ընդհանուր մեր տրամադրվածությունը ասեմ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունների մասով մենք աշխատում ենք արդեն իսկ գոյություն ունեցող եւ ավանդաբար ուրեմն շատ ջերմ հարաբերությունները այժմ լրացնել շատ կոնկրետ ծրագրերով կոնկրետ համագործակցության ուղղություններով, կետերով, որոշները արդեն տեսանելի են, որոշները հուսամ տեսանելի կդառնան շատ մոտ ապագայում Եվրոպական մյուս երկրների հետ մեր փոխգործակցության բնույթին այս խոսքերը եւս կարելի է վերագրել կուզեի նաեւ առանձնացնել մեր համար նոր կարևոր եւ հետաքրքիր ուղղություն նոր մի քիչ իհարկե վերապահումով կարելի ասել խոսքը նորդիկ բալթիկ երկրների հետ մեր համագործակցությունն է մենք կարծում ենք որ այս համագործակցությունը էականորեն խորացնելու եւ տեղ ունի եւ մենք կոնկրետ ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ տեղյակ եմ որ ազգային ժողովն է կոնկրետ ջանքեր գործադրում այդ ուղղությամբ տեղյակ եմ որ տեղի ունեցել Նորդիկ Բալթիկ 8 երկրների խոսնակների փոխխոսնակների այց Հայաստանի Հանրապետություն սա իսկապես շատ կարևոր դրվագ է եւ ուզում շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանական գործընկերներին ինքս հանդիպել եմ նաեւ այս ձևաչափով արտաքին գործերի նախարարներին այդ հանդիպումը տեղի ունեցել Մալթայում ԵԱՀԿ նախարարական ուրեմն համաժողովի շրջանակներում, բայց նաև այցեր եմ կատարել Նորդիկ Բալթիկ երկրներ, անցած տարի 5 այդպիսի այցեր, 8 երկրից 5 այցելել եմ, Լիտվա, Էստոնիա, Շվեդիա, Ֆինլանդիա եւ Նորվեգիա, Իսլանդիայի նոր արտաքին գործերի նախարարի հետ հանդիպում ունեցա այսչերս Ժնևում, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում, Լատվիայի հետ էլ ՄԱԿ գլխավոր ասամբլեայի շրջանակներում Մերձավոր Արևելքի երկրների հետ աշխատանքները շարունակվել են ինչպես ավանդական մեր գործընկեր պետությունների հետ, այնպես էլ նոր հնարավորություններ ենք փորձել բացահայտել, արդեն Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո առաջին անգամ եղավ արտգործնախարարի այց Ռիադ, կայացել են այցեր Կատար, Բահրեյն, տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի այցը Եգիպտոս, բարձրագույն մակարդակում երկկողմ շփումներ են ունեցել նաև
Արաբական Միացյալ Էմիրությունների, Իրաքի, Լիբանանի, Ալժիրի ներկայացուցիչների հետ։ Արաբական Էմիրությունների հետ քաղաքական օրակարգից զատ կարող եմ նշել, որ 24 թվականի փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի եւ Էմիրությունների միջև, ուրեմն Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի այդ վիզաների պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, սա էականորեն նպաստել է մարդկանց շարժին երկու երկրների միջև։ Հետաքրքրական փաստ 23 թվականի համեմատությամբ Հայաստանից Էմիրություններ այցերը աճել են 58%-ով։ Մերձավոր Արևելքի մասին խոսելիս չեմ կարող չնշել, չկարևորել, Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը 24 թվականին, մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի բնակչությանը։ Իհարկե մեր ուշադրության կենտրոնում են եղել եւ շարունակում են մնալ Սիրիայում զարգացումները, Դամասկոսում մեր դեսպանությունը եւ Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։ Արևելյան ուղղությամբ Չինաստանի, Հնդկաստանի հետ ունենք պետք է ասեմ օրեցօր զարգացող համագործակցություն, որն ընդգրկում է ինչպես ավանդական ուղղություններ, ոլորտներ, այնպես էլ ուրեմն նոր ոլորտներ ենք բացահայտում։ Սեպտեմբերից Երևանից Չինաստանի Ուրումչի քաղաք գործում է ուղիղ թռիչք, մենք աշխատում ենք եւ պետք է որ շատ մոտ ապագայում կարողանանք հանրայնացնել Երևանի եւ Նոր Դելհի միջև ուրեմն ուղիղ չվերթի մեկնարկը Արդեն խոսեցի Հայաստանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին պետք է ասեմ, որ մոտ ապագայում այս ուղղությամբ եւս սպասում ենք եւ հուսով ենք կազդարենք շատ հետաքրքիր զարգացումներ։ Կենտրոնական Ասիայում մենք ունենք շատ խոստումնալից գործընկերություն, շատ հագեցած էր տարին Ղազախստանի հետ բարձրաստիճան երկխոսությամբ այցերով երկու երկրների նախագահների փոխայցելություններ եղան, արտգործնախարարի այցը եղավ Երևան, ես առաջիկա օրերին պատրաստվում եմ ինքս փոխադարձ այցով այցելել Աստանա։ Մեզ համար շատ նոր հետաքրքիր ուղղություն է Աֆրիկան, մենք ավանդաբար այնտեղ ներկայացված ենք եղել ամենահյուսիսում, Եգիպտոսում, վերջին տարիներին նաև Եթովպիայում, ուզում եմ ասել, որ մենք շարունակելու ենք հետաքրքրված լինել, փորձելու ենք այլ երկրներում եւս ներկայություն ապահովել, իհարկե հասկանում եք, որ նաև այս ամենը մի քիչ երբեմն եւ ցավոք սրտի հանգում են ոչ միայն քաղաքական որոշումների եւ նախընտրումների, այլև զուտ ֆինանսական ռեսուրսների։ Լատինական Ամերիկայի հետ ավանդաբար բարեկամական փոխգործակցություն ունենք, այցելեցի Արգենտինա եւ Ուրուգվայ, այս տարի արդեն տեսանք ուրեմն նաև նախագահի այցը լատինամերիկյան երկրներ, գրասենյակներ ենք բացել Սերբիայում եւ Լյուքսեմբուրգում։ Այս տարի առաջ անցնելով նշեմ, գուցե հետաքրքիր դեսպանություններ ենք բացելու Կիպրոսում եւ Հունգարիայում, նաեւ էլի ծրագրեր ունենք մերձավոր արևելյան երկրների մասով չեմ շտապի ազդարարել, բազմակողմ հարթակները իհարկե մեր ամենակարևոր ուղղություններից են նաև կառանձնացնի 24 թվականի համար անդամակցությունը միջազգային քրեական դատարանին, Հայաստանում շատերը արդեն ուշադրություն չեն դարձնում եւ մոռացության են փորձում մատնել, բայց տեղի ունեցել միշտ չափազանց կարևոր իրադարձություն Հայաստանի համար։ Հայաստանը քվեարկությամբ ստացել է ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի համաժողովը COP17-ը ուրեմն Երևանում անցկացնելու մասին որոշումը, COP17-ը տեղի կունենա 2026 թվականին, բայց մենք արդեն իհարկե սկսել ենք աշխատանքները այդ ուղղությամբ։ Միջոցառումներ միջազգային չափազանց կարևոր էր եւ այս տարի մենք նորից կունենանք եւ փորձելու ենք սավանդական դարձնել Երևանյան երկխոսությունը ցեղասպանության, ուրեմն դեմ ցեղասպանության հանցագործության 5-րդ գլոբալ ֆորումը ունեցանք։ Սահմանափակվեմ այսքանով։ Շնորհակալ եմ, հուսամ չձանձրացրեցի ձեզ, հարգելի գործընկերներ։
Շնորհակալություն պարոն նախարար մանրամասն զեկույցի համար։ Հիմա կանցնենք հարցուպատասխանին եւ թույլ տվեք առաջի հարցը ես տամ։ Պարոն նախարար, դուք խոսքի սկզբում մանրամասն խոսեցիք խաղաղության համաձայնագրի համաձայնեցման մասին եւ մասնավորապես նշեցիք, թե ինչ չկա այդ համաձայնագրի տեքստում։ Ես կուզենայի ձեզ հարցնել, այն ինչ կա այդ համաձայնագրի տեքստում, արդյոք դա բավարար է որպես նախադրյալ խաղաղության հաստատման եւ տարածաշրջանային կայունություն հաստատելու համար եւ երկրորդը այդ դուք անդրադարձաք մի շարք թեմաների, որոնք մանիպուլացվել են այս վերջի 24 ժամվա ընթացքում այդ թեմաներից մեկն էլ կամ եթե կուզեք վերնագրերից մեկն էլ այն էր, որ Հայաստանը Եվրոպական միության դիտորդական առաքելությանը հանում է Հայաստանից դուք իհարկե անդրադարձաք, որ այնինչ գրված է խաղաղության համաձայնագրում կարող է իրագործվել միայն դրա ուժի մեջ մտնելուց հետո այնուամենայնիվ այս մտահոգությունը երբեմն նաև մանիպուլյացիան շարունակում է առկա մնալ մեր տեղական լրատվական դաշտում կուզենայի նաև այս հարցին անդրադառնալ Շնորհակալ եմ շատ պարոն Խանդանյան, հատկապես այդ ռակուրսով հարցին նայելու եւ ուշադրություն հրավիրելու համար, իսկապես մենք երբեմն անհանգստությունները փարատելու համար կենտրոնանում ենք այն հարցերի վրա, թե ինչ չկա, ինչպես ասեցիք, անուշադրության մատնելով նրա վրա, անուշադրության մատնելով այն, թե ինչ կա, մինչդեռ չափազանց կարևոր է ընդգծել եւ ամփոփել այս փուլում գոնե ինչ կա, ուրեմն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը իսկապես չափազանց կարևոր հանգրվան է, չափազանց կարևոր հիմք է շարունակելու ուրեմն դեպի մեր աշխատանքներ դեպի համակապարփակ կարգավորում այդ համաձայնագրում ունենք էական ձեռքբերումներ եւ արձանագրումներ ինչպիսիք են օրինակ փոխադարձաբար ուրեմն տարածքային ամբողջականության ճանաչումը սահմանների անխախտելիությունը ընդ որում տարածքային ամբողջականության ճանաչման մասին խոսելիս մեր մոտեցումն է եղել, դա հանրահայտ է եւ դա արտացոլված է մեր դիրքորոշման մեջ սկսած, օրինակ թեև ավելի վաղ էլ կարելի է դիտել Պրագայում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած ուրեմն հանդիպման համապատասխան հայտարարության մեջ, որ տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչվի համաձայն կամ Ալմա-Աթայի 91 թվականի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է մեծ հաշվով, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները եւ մասնավորապես երկրների միջև սահմանի օրինակ սահմանազատումը պետք է համահունչ լինի Խորհրդային միության փլուզման պահին երկու երկրների միջև եղած սահմանին։ Այսինքն Ալմա-Աթայի հռչակագիրը ուղղակիորեն ասում էր, որ երկրների որպես խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև եղած վարչական սահմանները ճանաչվում են իբրև միջազգայինորեն ճանաչված միջպետական սահմաններ նույն երկրների միջև։ Հիմա սա արտացոլված է համաձայնագրում սահմանների անխախտելիությունը ուժի կիրառումից եւ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելը կա, այսինքն ուղղակի արգելված է համաձայնագրով եւ բազմաթիվ այլ չափազանց կարեւոր դրույթներ ես ասեցի արդեն կարծեմ որ որևէ բան այստեղ միակողմանի չի բոլորը արվում է փոխադարձաբար այո ինչպես դուք նկատեցիք սա չափազանց կարևոր հանգրվան է եւ շատ լավ հիմք է շարունակելու ստորագրելու եւ գնալու առաջ ինչ որ Ես արդեն խոսքումս ասեցի, ուրեմն Եվրոպական միության քաղաքացիական առաքելության կամ դիտորդների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին, բայց ուզում կրկին ասել, այսինքն մենք համագործակցության ձևեր, ուրեմն քաղաքացիական առաքելության նաև դա պարագայում միշտ էլ կարող ենք քննարկել եւ հանգել
համաձայնությունների Եվրոպական միության մեր գործընկերների հետ դիտորդական առաքելությունը տեղակայվել է մեր առաջարկությամբ, մեր խնդրանքով, դիտորդական առաքելության նպատակն է ուրեմն ապահովել, եթե մանդատը նայեք կարդաք, նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի կայունությանը, սահմանամերձ շրջաններում կայունությանը, խաղաղությանը եւ պետք է արձանագրենք եւ ոչ ոք չի կարող շղթել, որ տեղակայումից ի վեր իսկապես այս առաքելությունը ծառայել է այս նպատակին, իսկապես առաքելությունը ստացված է միևնույն ժամանակ այն պահին, երբ որ կստորագրվի այդ համաձայնագիրը եւ կվավերացվի ուժի մեջ կմտնի բնականաբար այդ կայունությունը եւ խաղաղությունը այլևս շատ ինստիտուցիոնալ կդառնան Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանին եւ այդ պարագայում ես տեսնում եմ գործընկերները դժգոհում են, բայց տեսնում եմ գործընկերները դժգոհում էին ընդհանրապես եվրոպացիներին բերելուց բայց դուք ունենաք դիրքորոշման հայտնել ես ուզում եմ միանգամից եւ վստահեցնել մենք Եվրոպական Արգելի գործընկերներ կարող եք Պարոն Եղոյան Լավ, ուրեմն Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայմանը խստորեն ընդդիմացող եւ դրանից դժգոհող եւ այժմ Եվրոպական դիտորդական առաքելության չափազանց հոգատար վերաբերվող եւ կարեւորող մեր գործընկերին ուզում եմ վստահեցնել, որ մենք, երբ որ այս համաձայնագիրը կստորագրվի, կվավերացվի եւ ուժի մեջ կմտնի, մենք մեր Եվրոպական միության գործընկերների հետ քաղաքացիական առաքելության հետ համագործակցության մասով ընդունելի փոխշահավետ լուծումների կգանք